Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց ուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաեւ այն բժիշկներին, այն բժշկական կենտրոններին, որոնք ծառայություններ են առաջարկում այս տարիքային խմբին, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօրվա իմ հյուրը ուրոլոգ, անդրոլոգ Դավիթ Տոնոյանն է, բարի օր ձեզ բժիշկ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ձեր բազմազբաղ առօրյայում եւ բժիշկ բլոգերի եւ նաեւ բժշկի մեզ համարել, մեր ունկնդիրների համարել Իմ համար էլ է շատ հետաքրքիր, որովհետև միշտ երբ որ խոսում ենք հրավիրում են հաղորդումներ, հիմնականում երիտասարդներին են նվիրված հաղորդումները ու երիտասարդներն են օգտվում, իսկ ուրոլոգիան երկրորդ գերիատրիան է, մարդիկ ովքեր հենց ամենաշատ պացիենտների հոսքը լինում է հենց 60+ տարիքում, ամենահիվանդությունները ուրոլոգիայում ավելի արտահայտված են դառնում 60+ տարիքում ու դրա համար շատ կարևոր է նմանատիպ հաղորդում ունենալը ու նմանատիպ եթերներին գալը, ես մեծ սիրով եմ, գիտեք, համեցել ստեղ։ Ես շատ շնորհակալ եմ, որ նաև դուք ինձ ուղղորդեցիք, որովհետև ես իհարկե գիտեմ, որ խոսքը բնակության 30%-ի մասին է, բայց որ նաև ձեր ոլորտում այս խնդիրները կան ու մարդիկ դիմում են, ինձ համար էլ էր նորություն։ Մի քիչ ընդհանուր բնույթի տվյալներ տանք, երբ որ ասում ենք ուրոլոգիական հիվանդություններ, ինչ նկատի ունենք։ Նկատի ունենք տղամարդկանց միզասեռական համակարգը, համ միզային, համ սեռական համակարգը եւ կանանց միզային համակարգի խնդիրները։ Ու ավելի մանրամասն բացատրեմ, եթե դեմ չեք, դա առաջի հերթին ամենաշատը երիկամաքարային հիվանդությունն է, այսինքն պոչկի քարը, ասենց ասեմ, մարդիկ ավելի հասկանալի լինի։ Դա այդ պոչկի պրիստուպներն են, քարերն են, կիստաներն են երիկամների, որ մեծ տարիքում շատ են հանդիպում, շատ են հանդիպում։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի բարորակ գերաճն է ադենոման, որ ասում են ադենոմա ունեմ, ադենոմա էլ չէ, ադենոմիա։ Ոնց ասում են պացիենտները, բուժառները, այդպես էլ ասեք, որ ճանաչեն հիվանդությունը։ Շագանակագեղձի ադենոման է, շագանակագեղձի քաղցկեղն է, միզային համակարգի տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններն են, միզապարկի, երիկամների, միզածովանի քաղցկեղն է եւ շատ խնդիրներ կապված իրենց հորմոնալ համակարգի հետ, մենք sense հասկացողություն ունենք, կանանք ունենք չէ կլիմաքս հասկացողությունը, մենոպաուզան, բայց կա նաեւ անդրոպաուզա։ Երբ որ տղամարդու հորմոնալ համակարգն է գնում դեպի իջեցում եւ տղամարդկանց մոտ են ի հայտ գալիս որոշակի խնդիրներ սեռական կյանքի հետ կապված, առաջ թյուր կարծիք կար, որտեղ 60-ից հետո ինչ սեռական կյանք, բայց հիմա դա փոխվել է շատ մեծ տարիքում տղամարդիկ գալիս են հենց այդ խնդիրը կարգավորելու համար, որովհետև դա մարդու բնական կյանքի կարգ ու կանոնի հատվածն է կազմել տասնյակ տարիներ ու ինքը չի կարող հրաժարվի դրանից, ինչը ասում են տարիքը անցա ու իսկ մենք այդ տարիքում փորձում ենք հենց այդ խնդիրները լուծել։ Բժիշկ Տոնոյան, արդյոք դա է պատճառը, որ մարդիկ մի տեսակ ամոթխածության ոնց որ քողով շղարշեն այս ոլորտի խնդիրները, ել չասենք, որ դրա տակ նաև սեռականը թողեցինք մի կողմ, բայց միզային համակարգն է ոնց որ տուժի էլի, որ հաղորդումը գալուց առաջ հիշում եք, իրար հետ խոսում ենք, դուք ասում եք, հենց եթերում ասում ցիստիտ, ասում եմ, հա, դա հիվանդության միջազգային անվանումն է, ցիստիտ, միզապարկի բորբոքումն է, ու իրան պետքա լուրջ վերաբերվել, որովհետև միզապարկի բորբոքումը ցիստիտը ինքը լուրջ խնդիր է, ու հա, շատ ժամանակ ասում են դե տղամարդ ուրոլոգի մոտ չեն գնա միզապարկի խնդիր, բայց ուրիշ բժիշկ էլ չպետք է զբաղվի, դա հենց ուրոլոգիական բուն խնդիր է, որով զբաղվում են բժիշկ ուրոլոգները, ասեմ ավելի նեղ մասնագիտացում ունեն հենց այդ հիվանդությունների բուժման համար, օրինակ, հենց ես, որ շատ եմ սիրում դրանով զբաղվել, ու 60-ից կանանց մոտ, այսինքն կանանց, ովքեր այդ մենոպաուզան տեսել են, կլիմակտերիկ տարիքից հետո կանանց մոտ ցիստիտին ավելի սրված է ու լրիվ ուրիշ բուժում է պահանջվում, ոչ թե բակ անալիզ հանձնեն, շատերը ով այդ խնդիր ունեն, հիմա նստած ուշադիր լսում են, ոչ թե բակ անալիզ հանձնեն, անտիբիոտիկ խմեն, բակ անալիզ հանձնեն, անտիբիոտիկ խմեն, այլ կլիմակտերիկ տարիքում պետք է հաշվի առնել շատ ու շատ հանգամանքներ կնոջը բերելու համար այն ռելսերի վրա, որ իր ցիստիտը անցնի։ Այս խնդրը լինում է նաև տղամարդկանց մոտ, թե միայն ցիստիտը կնոջ։ Բուն ցիստիտը բնորոշ է կանանց, տղամարդկանց մոտ, եթե միզապարկի վրա բուն վիրահատություն չի կատարվել, շատ քիչ է հանդիպում։ Տղամարդկանց մոտ ավելի ստորին միզուղիների բորբոքումներն են, դա շագանակագեղձի բորբոքումն է, պրոստատիտն է։ Համորձիների բորբոքումներն են, օրխիտը, օրխեպիդիդիմիտն է, որը ցուրտ եղանակին, նամանավանդ հիմա այս եղանակին շատ բնորոշ է տղամարդկանց։
Հիմա որ ամոթի ճիշտ բժշկի հարցին անդրադարձանք, հիմա արդեն գանքը բուն խնդրին, որ ասում է 55-ից հետո 60-ից հետո տղամարդու միզային համակարգում ինչ հիվանդություններն ի հայտ գալիս, ինչքանով են վտանգավոր։ Իջնենք տարիքը 50-ի վրա կանգնենք, Եվրոպայի ուրոլոգիական ասոցիացիան եւ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիան վերցրել են 50 տարիք, ինչպես նաեւ հայկական ուրոլոգիական ասոցիացիան։ 50 տարեկանում յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է, չեմ ասում պետք է, պարտավոր է հանձնի PSA քննության անալիզ։ Ինքը Երևանի ու մարզերում տատանվում է իր գինը 3000-ից 6000 դրամի սահմաններում, բայց հուսանք առողջապահության նախարարության համապարփակ ապահովագրությունը երբ որ մտնի, այդ անալիզները կմտնեն չեքափերի մեջ, այսինքն պարտադիր սկրինինգների մեջ ու գիտենք 65+ տարիքը մտնում է պետությունն է ֆինանսավորելու, այս փոքրիկ այտենց ուրախալի լուր է էլի Հայաստանում, լինելու ու այդ անալիզը կմտնի նաև անվճարի մեջ։ Տարին մի անգամ հանձնում ենք PSA քննություն։ Ինչ է ինքը պրոստատ սպეციფիկ անտիգենը բարձրանում է մի երբ որ պրոստատում որևէ խնդիր կա, այդ թվում եւ պրոստատի քաղցկեղ։ Եթե մենք տեսնում ենք PSA բարձրացած թվեր, մենք հիվանդին արդեն պետք է շարունակենք հետազոտել, կատարել օրինակ MRT քննություն կամ շագանակագեղձի բիոպսիա, վերցնել կտոր, հասկանալ այնտեղ ուռուցքային process կա թե չէ։ Լավ լուրը։ Եթե շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում, որը հենց PSA screening-ը թույլ է տալիս, ինքը 100 չէ, 150%-անոց բուժվում է։ Հնարավոր է հենց մի հատ վիրահատությամբ ամբողջ հարցը ավարտվում է, մարդը գնում է ապրում է իր նորմալ բուն կյանքով։ Միզային համակարգի խնդիրները այստեղ ավելի պետք է իջնենք տարիքը 40-ից սկսած խորհուրդ ենք տալիս տարեկան 1 անգամ անցնել միզասեռական համակարգի սոնոգրաֆիկ հետազոտություն։ Երևի մեր հյուրերին հետաքրքիր կլինի պատմությունով պատմեմ, մեր բժիշկներից մեկին ուղղակի ոչ թե զվարճանքել ուսուցման նպատակով սոնոգրաֆիկ հետազոտություն էինք անցկացնում, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էի աշխատում, ասի արի մի քիչ ձեռս բացելու համար սոնոգրաֆիա անեմ ու ուղղակի ոչ մի գանգատ, ոչ մի երևույթ, ոչ մի բան չկա ու երիկամի վրա հայտնաբերեցին գոյացություն։ Գոյացությունը կատա հետազոտություն ցույց տվեց, որ չարուրա գոյացությունը։ 3 օրից վիրահատություն կատարեցինք, վերացրեցինք ուռուցքը ու վերջացավ։ Այսինքն հնարավոր եղավ շատ վատ ուռուցքը, որը կարար 1-2 տարում այդ մարդուն սարքել։ Կյանքարժեններ, մենք ընդամենը մի քանի րոպեում այդ հարցը լուծեցինք։ Զուտ վաղ հայտնաբերման։ Տարին մի անգամ սոնոգրաֆիկ հետազոտությունը պոլիկլինիկաներում բոլոր մարդիկ նավանգատ եթե ունեն, իրենք կարող են անցնել անվճար։ Այսինքն մենք ունենք PSA ու սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Երկու պարզ գործողություն, որ եթե տղամարդիկ կատարեն 40-ից հետո սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ կանայք։ PSA սոնոգրաֆիա տղամարդիկ, սոնոգրաֆիան կանայք եւ տղամարդիկ միասին։ Մարդու կնիկ վերցնում են թեթև են, գնում են պոլիկլինիկա սոնոգրաֆիան անցնում են։ Վառ գանգատները, որոնց պետքա վազել հիվանդանոց։ Չէ, վազել հիվանդանոց։ Ուշադրություն կարաք դարձնեք ձեր ճնշմանն ու շաքարին։ Վազել հիվանդանոց, այսինքն գանգատն եղավ գիշերվա կեսին մոտենալ հիվանդանոց։ Առաջինը արյունամիզությունն է։ Մեզում արյունը ոչ մի տեսակ նորմալ չի։ Այսինքն եթե տղամարդը կամ կինը գնացին զուգարանը կոնքում արյուն տեսան, թեկուզ մի փոքր, թեկուզ աննշան, թեկուզ իրանց թված ավելի լավ է մի հատ ավել հետազոտվել, որտեղ արյունամիզությունը շատ լուրջ հիվանդությունների մասին կարա խոսա։ Մայր մարդիկ միշտ միզաքարային հիվանդությանը մատերի արանքով են ասում, դե կարող է ավազա եկել, հա, բայց դա էլ նորմալ չի։ Ավազա եկել վնասել է միզուղիները, պետքա դրանով զբաղվել։ Երկրորդը կարան լինեն հենց ուռուցքային հիվանդությունների առաջին նշանները։ Վերջերս շատացել են ուռուցքային միզապարկի ուռուցքները, որոնք հենց արյունամիզության գանգատով մարդը դիմում է կլինիկա, ու մենք հայտնաբերում ենք միզապարկի գոյացություններ։ Մի միջանկյալ հարց տամ, երբ որ արդեն արյունամիզությունն է, սա կարող ենք ասել, թե հիվանդության որ փուլում է արդեն բարձ թե նայեք, առաջ մենք մտածում ենք, որ հա, արդեն վատ, բայց այս վերջի 1-2 տարում ես բազմաթիվ դեպքեր եմ ունեցել, որ առաջի աստիճանի, առաջի ստադիայի PTA, PT1 միզապարկի ուռուցքները արյունահոսում են։ Ու այդ հիվանդներին, դա կապված է նաև, որ իրենք ճնշման համար գնացել են հիվանդանոց, իրանց ասպիրին են տվել, իսկ քանի որ դա զգայուն լավ անօթավորված զոնա է, սկսել է արյունահոսել, ու ասում են փառք տվեք Աստծուն, որ հա, ես հիվանդներին ասում եմ գնացեք մատաղարեք, հա, չգիտեմ, ճնշման կամ ինչի համար իրենք խմում են կարդիոասպիրին, կարդիոմագնիտ կամ արյուն ջրի կասնող ուրիշ տեղեր, մենք ստե կոագուլյացիայի հետ խնդիրներ ենք ունենում։ Մեր հանրությունը, նայեք, մենք սիրում ենք ասել, չէ, առաջ մեր երեխեքին որ sense չեն կերակրում կամ առաջ որ այս բանը չենք ասում, բայց մենք մեր հասարակությունը մեծամասամբ հիվանդ է։
Այսինքն Հայաստանում նորմալ է, երբ մարդը ասում է 60-ից դե շաքար ունեմ, ճնշում ունեմ, էս ունեմ, նորմալ չէ, 40-ից հետո նորմալ չէ, այսինքն լուրջ հիվանդությունների անունը տալիս, ասենք շաքարային դիաբետ, մահացու լուրջ հիվանդություն է։ Դե շաքարը ով չունի, ճնշում ով չունի։ Նորմալ չի նմանատիպ արտահայտություններ անելը։ Այսինքն ոչ թե արտահայտությունները նորմալ չի դիտվում։ Արտահայտությունը մոտեցում է նայ։ Մոտեցումը, հա, ու այս արտահայտությունների հենց տակ մենք ունենում ենք թաքնված հիվանդություններ։ Դրա համար ուղղակի սա կոսֆինի մի լավ բան է եղել, կարճ ասպիրին համատարած խմում են, օրմիզապարկի ուռուցքունի որոշների մոտ ինքը սկսում է արնահոսել։ Երկրորդ դրա համար ստադիավորում չենք կարանենք, բայց այս պարագայում վազում ենք հիվանդանոց։ Աշխարհում մեկ-մեկ զարմանում են եւ որ Հայաստանում մենք նկարագրում ենք եւ զարգացած երկրներում ես չեմ խոսում հետսովետական երկրներ, խոսում եմ զարգացած բժշկության եվրոպական, Իսրայել, ԱՄՆ, Կանադա եւ մնացած երկրներում խոսում են, որ մենք կատարում ենք որոշակի վիրահատություններ կապված միզապարկի ծանր մետաստազավորված ուռուցքների հետ։ Իրանց մոտ դա կամ էմիգրանտներն են, կամ մեր երկրներից այն երկիր ժամանակ հիվանդներ։ Հա, ինչու շուտ չեք տեսել, որովհետեւ իրանց մոտ տարեկան 2 անգամ չեքափ անցնելը դա սովորական երևույթ է։ Իսկ ես նորից եմ կրկնում սոնոգրաֆիկ հետազոտություն կանեք թե տղամարդիկ պոլիկլինիկայում կարող են անցնել անվճար։ Եթե գանգատ ունեն, գանգատել չունեն, մեծ գումարի հետ չի կապված ամեն դեպքում, եթե կարևորությունը գիտակցեն։ Մենք պետք է մեր ավակ սերնդին ապահովենք անվճար բժշկական օգնությամբ։ Սա շատ ամենակարևորը։ Դե օրինակ ես առաջնային խորհրդատվությունները միշտ որ 65-ից բարձր 70 տարեկան մարդիկ են գալու, գրեթե միշտ անվճար եմ անում։ Հա։ Բժիշկ Դավիթ հիմա լսելու են գան, բայց թող գա։ Ես մեծ սիրով բոլորին կընդունեմ խորհրդատվությունները այդ տարիքային սեգմենտի համար անվճար են, որովհետև այդ տարիքային սեգմենտը Հայաստանում չի ստանում բարձր թոշակ, եկեք ճիշտը խոսանք։ Խորհրդային սերունդն է, ապահովագրություն չունի։ Խորհրդային սերունդն է, որը չի ունեցել ոնց որ ես օրինակ ես ավելի բարձր թոշակ եմ ստանալ, որովհետև ես ունեմ օգտվում կൂട്ടակային ֆոնդից, իրանք կൂട്ടակային ֆոնդ չեն ունեցել, պետությունը ապահովել, եկել է մի հատ կետի, երբ որ հնարավոր չի լինի այդ ապահովությունը, դրա համար փորձում ենք ամենախոցելի խավն են այս առումով։ Ես տատի պապներին շատ եմ սիրում, իրանց հետ աշխատելը մեծագույն հաճույք է, միշտ թող ամենան մենք իրանց սիրով կընդունենք։ Հիմա գանք տատիկների մոտ։ Տատիկների մոտ նույն միզասեռական համակարգի նույն գանգատները արյուն տեսան, վազում են տատիները հիվանդանոց։ Հեշտոցի չորությունը։ Կլիմաքսից հետո մենք ունենում ենք հեշտոցի չորություն։ Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի ուղղացույցները հստակ ասում են, հեշտոցի չորությունը պատճառ է կրկնվող ցիստիտների։ Այսինքն, եթե կինը երկար տարիներ ունենում է կրկնվող ցիստիտ, պետք է ստեղ բացառել հեշտոցի չորությունը։ Ստեղ ինչ ենք անում, ներարգանդային սոնոգրաֆիկ հետազոտությունը պետք է կատարել։ Ներարգանդային սոնոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերենք կա արդյոք պատճառ նմանատիպ չունենք հակացուցում էստրոգենային մոմիկների, հատուկ մոմիկներ են, այսինքն մենք կինը չի ունեցել իր մոտ էստրոգեն կախված որևէ ուռուցքային հիվանդություններ, այսինքն չի ունեցել այնտեղ տարբեր տեսակի այլ խնդիրներ, այս պահին չունի ուռուցքային process, որ մենք կարողանանք հանգիստ այդ մոմիկները նշանակենք։ Երկրորդը ստեղ պրոկտոլոգի հետ աշխատանքն է շատ կարևոր, այդ տարիքում շատ են լինում հեմորոյ, աղիքի ճակ եւ այլն։ Կինը, որ ունի հեմորոյ, կինը, որ ունի աղիքի ճակ, բացառված չի, որ ունենալու է ցիստիտ, որովհետեւ Escherichia coli-ն, որ աղիքային ցուպիկը, որը առաջացնում է ցիստիտը, ինքը սիրում է բազմանալ հետանցքում։ Իսկ գեմառոյը կամ աղիքի ճակը իրանք բաց հարյունային համակարգ են, տաք միջավայր բակտերիան իր համար պարկի ծովափին հանգստանում է։ Ու իրանք շատ հեշտ անցնում են դեպի միզուկ, միզուկից միզապարկ եւ բորբոքման են բերում։ Այդ տարիքի կանայք շատը հենց չեն բողոքում հենց բունցիստիտից, այսինքն իրանք միզապարկը չի բորբոքված, իրանք ասում են ներքևը, ավելի ներքևը միզելու վերջում, այսինքն միզուկն է բորբոքված իրանք մոտ։ Այդ համչորությունն է համաղիքային ցուպիկի կոլոնիզացիան։ Լույս աղիքային ցուպիկը ունի չանչեր։ Ինքը չանչերով կպնում է մեր միզապարկի պատերին։ Մենք մեկ-մեկ որ բակտերիաների մասին խոսում ենք, ես որպես երիտասարդ գիտնական կամ բժիշկ sense ասեմ, մենք մոռանում ենք, որ մենք խոսում ենք կենդանի օրգանիզմի մասին, որը բազմանում, զարգանում, ապրում է նույն ցիկլը, ինչ որ մարդը, ճիշտ է, մարդը ապրում է 70-80 տարի, բակտերիան ապրում է 2 օր, բայց ինքը ապրում է կյանք։ Ու այդ կյանքում ինքը այն մեխանիզմները, որ Չարլզ Դարվինը ժամանակին նկարագրել է, որ ադապտիվ պետք է լինեն երկրագնդի վրա ապրելու համար, բակտերիան էլ ունի։ Ինքը ստեղծել է չանչերով կապտում է միզապարկի պատերին ու չի փոխվում։ Մենք պետք է միզապարկի պատերը հարթացնենք հատուկ դեղորայքի միջոցով, որ իրան գան թափվեն։ Այսինքն 60-ից կանանց ցիստիտի մենեջմենթի մեջ, այսինքն բուժման մեջ կարևոր է հեշտոցի չորությունը բացառել, հետանցքային process-ները եւ կատարել այդ միզապարկի
պատերի հաստատման process-ը։ Շիշկ վատթարագույն սցենարները նայենք եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղայի երիկամի, այդ թվարկեք թե չստացվի որ վախեցնում ենք, բայց ամեն դեպքում ասենք, որ եթե այս մի քիչ անհանգստացնող երևույթներին բանտեղ չդրեցիք, վերջը շագանակագեղձի քաղցկեղը ինքը դանդաղ զարգացող քաղցկեղ է։ Մենք ունենք փուլեր, որ ընդհանրապես չենք բուժում հիվանդին։ Այսինքն դա նախնական փուլեր ունենք, որ Հայաստանում մենք բուժում ենք, որովհետև մեր հայ պացիենտների գնահատականը ինքնագնահատականը չէ, ինքնասիրելու, այսինքն մարդը կարող ունենա իր երեխան ունենա խնդրեմ, ինքը իրան ուրանա։ Մեր հայ ազգի բնորոշ երևույթ է։ Մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով այդ մարդկանց չենք կարողանում թողնել առանց բուժման։ Որտեվ Եվրոպայրոլոգիան ասոցիացիան ասում է կան փուլեր, որ նախնական, որ կարող է այնքան դանդաղ զարգանա ուռուցքը, որ մարդը լրիվ համընկնի կյանքի վերջի հետ ու պետք չի իրան տանել դեպի բուժման։ Այդտեղ նաև հաշվի առնում ապահովագրական ծախսերը, որ արվում է եվրոպական երկրներում, որոնք ցանկանում են կրճատեն։ Բայց եթե մենք ունենք արդեն Զապուշին ֆորմա, հա, կներեք ոնց ասեմ, բարձի թողի վիճակ, Օֆելիա ջան, մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ որ մետաստազներ ենք ունենում տարբեր օրգան համակարգում ու ցավալին են որ մենք մետաստազներ ենք ունենում ոսկրերում։ Ոսկրերը դառնում են փխրուն, կոտրվող, անընդհատ կոտրվածներ, ծանր ցավեր եւ այլն։ Աշխարհում գրեթե մենք չենք ունենում նմանատիպ հանդիպող երևույթներ, Հայաստանում ցավոք սրտի ունենում ենք։ Ընդամենը պետքա ընդամենը 5000 դրամանոց, որ հուսամ հունվարից կդառնա ավճար, այդ 3-ից 5000 դրամանոց անալիզը հանձնում են։ Չէ, էլի հարցը մշակույթի հարցն է ու ոլորտը, այդ որ շատ ամոթով ենք, շատ ամոթով ենք։ Գումար չունենք, ասում եմ ինչ ես ծխում, ասում եմ ասենք էս ինչ սիգարետը ու դու հաշվարկում ես որ ընդամենը 5 տուփի գնով ինքը կարող է այդ անալիզը հանձնել, այսինքն սիգարետի գումար կա, բայց տարյան քննության գումար չկա։ Մշակույթի հարցն է ու այդ ամաչելը ու հենց այս համակարգերի մասով էլ իսկ կանանց դեպքում բարձի թողի վիճակը ինչի կբերի։ Դե քրոնիկ ցիստիտները իրանք շատ կներեք էլի մասից մի քիչ հետ նստեմ, հա քրոնիկ ցիստիտները իրանք շատ տհաճ երևույթներ մահվան չեն բերի, բայց էլ ինվալիդ հաշմանդամության կբերեն, բայց քրոնիկ ցիստիտները իրանք տհաճ են իրանց հետ ապրել։ Դե պատկերացրեք օրը 4-5 անգամ գնում եք զուգարան միզելու, ցիստիտ պարագայում ավելի շատ, ու ամեն մեկը ավարտվում է ծանր ցավով, այրոցով, վառելով, որ տարական ձեր բնական կարիք հոգալը ձեր համար լինում է տանջանք։ Երկրորդ միզապարկի դե ուռուցքները եւ մնացածը կարան տարածվեն, մետաստազավորվեն եւ այլն եւ երիկամի ուռուցքները։ Կանանց սա շատ հանդիպող երևույթ է, որ կինը ունի քրոնիկ ցիստիտի պատկեր, բայց իր անալիզները միշտ մաքուր են, այստեղ մենք կարան գործ ունենանք միզապարկի լեյկոպլակիայի, միզապարկի նախաքաղցկեղային վիճակների հետ, կատարում ենք ցիստոսկոպիկ հետազոտություն, զննում ենք միզապարկի պատերը ու բուժում մարդկանց։ Իսկ անմիզապահության խնդիրը, որ էլի շատ հանդիպող պրոբլեմ է կանանց մոտ ծննդաբերություններից հետո երկու պատճառ մենք տարբերակում ենք երկու տեսակ։ Առաջինը իմպերատիվ, այսինքն նյարդային համակարգի հետ կապված։ Դա այն բոլոր այն դեպքերն են, երբ որ կինը օրինակ նստած հնդկական սերիալ է նայում, կոնկրետ հնդկական պատասիային է նայում, ուզում է, ես այդ միշտ օրինակը բերում եմ հիվանդներին, ասում եմ նստած դիվանին նայում ես սերիալը, մեկ էլ հոպ միզել ես ուզում ու չես հասնում տուալետ։ Սա արդեն մենք իմպերատիվ պազիվների հետ, իմպերատիվ կանչերի հետ գործ ունենք, այսինքն գլխուղեղը շատ արագ է միզապարկից ազդակ ստանում ու հետ փոխանցում այդ ազդակը։ Այստեղ մենք պետքա արդեն նյարդաբանը պետքա աշխատի։ Մենք ունենք որևէ խնդիր գլխուղեղում, Ալցգեյմեր, Պարկինսոնի, ցրված սկլերոզ եւ այլ տարբեր հիվանդություններ գլխուղեղի ողնուղեղի հետ կապված։ Երկրորդը դա այսպես կոչված ստրեսային անմիզապահությունն է, անունը ստրեսի հետ կապ չունի, ընդհանրապես ստրեսային իրավիճակներ, այսինքն երբ որ բարձրանում է ներվորովայնային ճնշումը։ Ես էլ նիհարել եմ սիրելի տատի պապիների, ես էլ ձեր նման տատի պապիներն լավ կերակրել է ինձ։ Ներվորովայնային ճնշումը բարձրանում է, հազալուց, փռշտալուց, ծիծաղելուց, արգանդի իջեցում կա, ուտեղ միզում են։ Այստեղ ես կուզեմ մի փոքր եթե ոչ գովազդեմ, ասեմ, որ սրանով շատ լավ զբաղվում են Վիգմոր բժշկական կենտրոնում, հուսամ մի օր Զարուհուն Գրիգորյան դեղի բաժանմունքի ղեկավար նեյրոգինեկոլոգիայի կարավիրեքյուր, իրանք ունեն շատ լավ Ամերիկայում եւ այլ երկրներում վերապատրաստված թիմ, եւ Իզմիրլյան բժշկական կենտրոնում մեր ընկեր Գոռը Շադյան, որը զբաղվում է հենց անմիզապահության խնդիրներով, իրանց ջերմ բարևներ, խնդրեմ իրանց անունները չանենք, կանադառնանք, հա, անմիզապահության խնդիրներով Գոռը, Զարուհին ու իր թիմը ընդհանրապես մեկը Իզմիրլյան, մեկը Վիգմոր բժշկական կենտրոններ շատ լավ զբաղվում են անմիզապահության խնդիրներով։ Մարդիկ Մարսի թողի վիճակը այս դեպքում ինչի կբերի։ Դե պատկերացրեք դուք գնում եք քեֆի, չէ, դուք գնում եք քեֆի ու մեզը հոսում է։
ձեր թորան կնունքն է մեզը հոսում է։ Դուք չեք կարողանում տանից դուրս գալ։ Ծաղել, փռշտալ, ծանր բան վերցնել, իսկ այս խնդիրները կարելի է ընդհանրապես մի քանի ժամում լուծել համապատասխան մասնագետի օգնությամբ։ Այստեղ կարևոր է դիֆերենցիալ դիագնոստիկան։ Առաջինի պարագայում նյարդաբանի հետ, երկրորդի մենք նաև ունենք խառը տիպ, կինը որ ունի, ասենք, կամ տղամարդ ունի Պարկինսոնի հիվանդություն կամ որևէ այլ համակարգային նյարդաբանական խնդիր եւ ունենք, ասենք, ստրեսային անմիզապահություն, այստեղ համակցված պետքա լուծել այդ խնդիրները։ Իսկ մենք խոսեցինք բոլոր այն դեպքերում, որ արդեն հիվանդությունը կա, հələ մի բան էլ ծանրացած, նենց ֆատատեսական եթեր եղավ։ Եկեք կանխարգելումը որպես հիմք, եկեք ասեք ինչ անենք, կանխարգելումից էինք խոսում։ Չէ, դե ավելի շատ դուք ասում եք, որ վաղաժամ գնանք ստուգենք, բայց ասեք ինչ անենք, որ չբախվենք այս խնդիրները, մետադիկներ, պապիկներ։ Ամենակարևոր խնդիրը, որը ես եմ լուծում տարիքով տղամարդկանց մոտ, սրանից խոսանք ու անցնենք առաջ։ Դա շագանակագեղձի ադենոմայի խնդիրներն են։ Այստեղ որ ասեցիք բարդություն ինչ կարող լինի, ադենոման ինչ է։ Մեր միզապարկն է, շագանակագեղձն է, միզուկը սենց անցնում, այստեղ կան 100 ուրետրալ գեղձեր։ Իրանք մեծանում են, չեն թողում, որպեսզի մեզը նորմալ դատարկվի միզապարկից։ Տղամարդը ունի անընդհատ միզելու ցանկություն։ Նապորը թուլացել է, ինքը տենց է նշում, միզելուց հետո նորից միզելու ցանկություն ունի ու անընդհատ հաճախամիզություն կա։ Այստեղ լուծումը ոսկե ստանդարտը դա տրանսուրետրալ վիրահատություններն են։ Ամենամոկլեացիան, որը հիմա գնում է աշխարհում դեպի ոսկե ստանդարտ կամ շտագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան։ Մաքրում ենք այդ գեղձը ու վերջ։ Միզարձակումը կարգավորվում է, ինչ խնդիրներից է կարա բերի։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ կարանք ունենանք։ Մեզ երբ որ նորմալ դուրս չի գալիս, հետա գնում դեպի երիկամներ։ Մենք ունենում ենք հիդրոնեֆրոզ, որը գնում է դեպի երիկամային անբավարարություն։ Իր բառ նշաններից մեկը մեր տատի պապիները շատ են, ազոտը հելավ, ազոտը հելավ։ Բայց դա այդ արդեն վերջին փուլներ կարելի է դա արդեն հա կարելի է կանխարգել։ Հետո քրոնիկ միզակապություն, այստեղ ասեցիք ինչ գանգատների դեպքում։ Երբ որ տղամարդը միզել է ուզում ու չի կարողանում միզի, այսինքն վազել գնալ հիվանդանոց սիմպտոմներից է։ Մենք այդպես շատ խառը խոսացինք, բայց ինձ թվում է հասկանալի ամեն ինչ։ Երբ որ տղամարդ ուզում է միզի ու չի կարողանում, սա վազել գնալ հիվանդը, որտեվ դա կարա սուր միզակապության կամ քրոնիկ միզակապության սրացման մասին խոսա։ Այս ամեն ինչը կարա կյանքի որակի մնա, սրտային անբավարարություն, զարգերակային հիպերտենզիա եւ նմանատիպ խնդիրների։ Կանխարգելումից խոսանք։ Միզապարկի քաղցկեղի համար մեկ մեղավորը ով է։ Դուք ասեք։ Ով է։ Թե ինչ պետք է լինի։ Ծխելը։ Չի պատկերացնի։ Բոլորին ամեն ինչ մեղավոր կամարի ծխելը չէ։ Հա, չէ, շատ անմեղ երևույթ է ծխելը։ Բոլոր տեսակի ծխախոտները, սիգարետա, վեյփերն է եւ մնացած բոլոր տաքացման համակարգերն է, որը օգտագործվում են։ Թունավոր նյութեր են պարունակում։ Մեր օրգանիզմը ո՞նց հանում է թունավոր նյութերը։ Մեզով, կղանքով, մաշկով, լյարդով եւ մնացածը։ Դե պատկերացրեք, դուք ծխեցիք, թունավոր նյութը գնաց, ձեր մեզով պետքա դուրս գա, դուք էլ մի 3-4 ժամ չեք միզում։ Թունավոր նյութով մեզը վնասում է ձեր միզապարկի պատը։ 1 տարի, 2 տարի, 3 տարի փոքր ուռուցք մեծ եւ այսպես գնում է։ Ես չեմ տեսել տղամարդ իմ կյանքում, ով չի ծխել ու ունեցել է միզապարկի ուռուցք։ Բայց տեսել եմ բազմաթիվ տղամարդկանց, ովքեր ծխել են ու ունեն միզապարկի ուռուցք։ Ես տեսել եմ կանանց, որ չեն ծխել ու ունեն միզապարկի ուռուցք, բայց ունեցել են ամուսին, որդի, եղբայր, ովքեր ծխող։ Այո, պարավոզ ոնց կլինի հայերեն։ Շոկեքարշի պես պասիվ ծխող են եղել։ Ու իրանց համար դա շատ ավելի վտանգավոր է, որովհետև թունավոր նյութը արտանետվեց, դե թոքերի ֆիլտրման համակարգն է չաշխատեց։ Ձեր ու ձեր սիրելիների համար մի ծխեք։ Մի ծխեք։ Ակտիվ քայլքը, ալկոհոլի չարաշահման սահմանափակումը։ Մենք ունենք տատիներ, հա, չարաշահման սահմանը։ Մենք ունենք տատիներ, պապիներ, որ պապիներ մանավանդ, ես թթի արաղ եմ քաշում, տարին այտենց օրը կես լիտր խմում եմ, բայց այդտեղ մենք նույն միզապարկե սխեմայով կարանք նորից ունենանք որոշակի հիվանդություններ։ Սիրելիներս, շաքարային դիաբետի մենեջմենթը։ Երբ որ շաքարային դիաբետ ունեն մեր երիտասարդները, հոյակապ մենեջմենտ են անում։ Երիտասարդները պատճեր են կպցնում իրենց թևերին, սմարթֆոնի մեջ ունեն իրենց շաքարի մոնիտորինգ, այսինքն պատճ իրենց միանգամից բան է ուղարկում, վայ, քո շաքարը հենց այսպես 6 քանիս է, հետո հացկերով 10-ը, մի հատ կարող է ինսուլին սրսկվես կամ քո դեղը կիսատես խմել։ Տարիքով մարդկանց երբ որ ասում ես դիետա պահում եք, դե ինչ դիետա։ Հա, այսինքն ով չունի շաքար։ Հա, ով չունի շաքար եւ այլն։ Բայց սեռական թուլության համար մեկ պատճառը, այդ սեռական թուլությունից խոսանք 60+ տարիքում դա դիաբետն է։
Մանր անոթները, մանր նյարդերը առաջինը վնասվում են հենց դիաբետի ժամանակ։ Այսինքն, երբ որ տղամարդը ինձ այդ տարիքում դիմում է սեռական թուլությամբ, առաջի բանը որ ստուգում եմ գլյուկոզան ու կես դեպքերում շաքար է հայտնաբերվում կամ ինսուլինառեզիստենտություն։ Թե միզային համակարգի վրա, թե սեռական համակարգի վրա կանխարգելված, մոնիտորինգի չենթարկվող շաքարը շատ լուրջ ազդեցություններ է թողում։ Կանանց դեպքում էլ կանխարգելենք ու հաղորդումը փակենք։ Ջուր շատ խմեք, սիրելի կանայք եւ սիրելի տղամարդիկ։ Ձեր քաշը վերցնեք, օրինակ դուք կշռում եք 100 կիլո, ամեն կիլոգրամի 30 մլ ջուր է պետք օրվա մեջ։ 100 կիլոնոց մարդը պետք է խմի 3 լիտր ջուր։ Բայց հաշվի առնենք մի բան, եթե դուք ունեք սրտային անբավարարություն, բարձր զարկերակային ճնշում, որ այս տարիքում շատ է հանդիպում, սա արդեն ձեր սրտաբանի հետ պետք է քննարկեք։ Սա առողջ նորմալ մարդու համար ասված երևույթներն են։ Սիրելի տարիքով մարդկանց խորհուրդ եմ տալիս երկու բան իրանց համար՝ սկանդինավյան քայլք, այն սիրուն փետերով քայլքը, որպեսզի ունենան առողջ մարմին, իրանց հավատացեք շաքարի թվերը շատ ուժեղ կիջնեն սկանդինավյան քայլքից։ Օրը երկու անգամ իրանց զարկերակային ճնշումը չափեն ու իրանց թորնիկներին շուշուտ տենան։ Այդքան բան։ Հա, դա էլ է բալասան։ Ամեն ինչ։ Շնորհակալ եմ բժիշկ, մի շնչով ամեն ինչ շատ ես կարծում եմ որ այս թեմային մենք էլի անդրադառնալու ենք, թող լսեն, թող մարսեն, հարցեր գրեն։ Հաղորդման ընթացքում բժիշկների անուններ տվեցի, նույնիսկ իրանց հրավիրեք, թող հենց անվիզապացիա խնդրվել խոսեն։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի խորհուրդների համար։ Առողջություն դες։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային radio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին ձեր կարծիքը, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։